Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի առազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Երեք ձեզի բատմեցի 5 դագարանեն հրութի ցանկի բացմությունը։ Նոյեմին, Գեսուրը եւ հրութը հարսը իրենց իրարու հանդեպ ունեցած գապվածությունը եւ թե ինչպես Աստված օրհնեց զանոնք եւ հրութ հանդիպեցավ Պողոսին եւ Պողոս վերջավորության ամուսնացավ հրութի հետ եւ հրութը դարձավ մեծ մայրիկը Դավիթ թագավորին։ Անիկա սիրելներ բարձրապես Գեսուրի եւ հարսի միջև եղած ընտանեկան սիրո սքանչելի բացմությունը չէ, այլ այդ բացմունքն անտին մարգարեություն է։ Եվ այսօր սիրելներ ինչպես խոստացած ես երեք այդ բացմության մեջ են ուղագի մարգարեությունն է, այլապանությունն է, որ ցեզի պիտի բացատրեմ։ Ուրեմն սկսենք։ Նախ Ելիմելեքի ընտանիքը Ուրգաբրեր Փեթրեեմի մեջ։ Փեթրեեմ ինչ կնշանակե հացի դուն, Բեթ Լախեմ եբրայերենով հացի դուն։ Ինչ կար Փեթրեեմի մեջ, որում պատճառով թողեց Ելիմելեք Փեթրեեմը եւ իր ընտանիքին հետ քաղտեց, սով գար։ Սիրելիներ, երբ որ դերմը հոգևոր թադարգություն գա, երբ որ դերմը սիրելներ հոգևոր ցանկի դգարություն գա, այդ վայրին մեջ սով գլա։ Եվ ահա Ելիմելեք թողեց Փեթրեեմը եւ մեկնեցավ Մովաբ։ Մովաբը ուր էր? Մովաբը հեթանոս քաղաք էր, այսօրվան Հորդանանը, եւ հետեւաբար Մովաբը ինչ կխորհրդանշե աշխարհը։ Երբ որ մարդ կլքե Աստուծո դունը եւ աշխարհը գնդրե, ահա սիրելներ աշխարհի այդ թադարգության մեջ լեցունություն չի գրնար գտնել։ Ոստի ինչ եղավ Ելիմելեք այդ օդար քաղաքին մեջ, այդ հեթանոս քաղաքին մեջ, ինք եւ իր երկու զավակները մահացան թադարգութենեն մարդ գմահանա հոգևոր թադարգութենեն աշխարհիկ կյանքը սիրելներ մարդու կյանք չի դար երկրավոր կյանքը իր բոլոր հաջույքներով իր բոլոր տեսակի մեզի ընծայած ճագերդի մեջ բարիկներով սիրելներ մեր հոգևոր կյանքը չի լեցներ այլ մեզ գտադարգե եւ վերջավորության մահվան գարաչնորդ է Նոյեմին ինչ մնաց Նոյեմին մնաց առանց ամուսնի այրի, այլ խոսքով եւ առանց զավակներու անժարանք հոգևոր մարդնալ հոգևոր ցանկեն եւ որ գտադարգվի գմնա այրի առանց Աստուծո առանց ամուսինի Աստված ամուսին է եւ գմնա անզավակ անժարանք Սակայն Նոյեմին սիրելներ ասեմ սկիզբեն որ խորհրդանիշ է Իսրայելի ինքը հոգևորապես Իսրայելը թադարգվելով Աստուծմե հերանալով թշպախտապար անոր կյանքը դառնացավ եւ շատ հետաքրքրական է Նոյեմին ինչ ասավ երբ որ Փեթրեեմ վերադարձավ իր բարեկամներուն զիս այլևս Նոյեմի մի գոչեք այլ զիս գոչեցեք Մարա Ինչ կնշանակե Նոյեմի կնշանակե հաջելի իսկ Մարա ինչ կնշանակե մր փառն է Մարա կնշանակե թարնություն լեղի Երբ որ մեկը Աստուծմե գերանա իր հաջելի վիճակեն վարգինա Իսրայելը Աստուծմե հերանալով թարնացավ նախաբես որ հաջելի էր թարնացավ նախաբես որ ընտրյալ էր գործընծուց այդ իր ընտրյալ ըլլալը նախաբես որ Աստուծմով լեցուներ թադարգվեցավ Նոյեմին հարսը հրութը մովապացի էր այսինքն հեթանոս օդարական մեկ խոսքով ոչ Աստուծո ուխտը ուներ ոչ սիրելիներ խոստումներ ուներ Աստուծո եւ ոչ ալ ժառանգություն ուներ բայց գաբվեցավ որու գաբվեցավ իր Գեսուրին Նոյեմին եւ շատ սքանչելի խոսք մսավ սիրելներ եւ բադական խոսք մչեր ասավ
քու ժողովուրդդ իմ ժողովուրդը սպիտի լա, քու Աստվածդ իմ Աստվածը սպիտի լա։ Ով կներկայացնե հրութը, հեթանոս մարդը, որ ինչ եղավ, դարձավ ճշմարիտ Աստուծո եւ դարձավ Աստուծո ճշմարիտ ժողովուրդը եւ ով է անիկա ես եմ Թունես սիրելի եղբայր Թունես սիրելի քույր այլ խոսքով քրիստոնեական եկեղեցին է այսօր ընդրյալ ազգը ոչ թե հրյա ազգն է այլ այսօր ընդրյալ ազգը բոլոր քրիստոնյաներն են եւ հետաքրքրական է ուր վերադարձան Փեթղեհեմ Փեթղեհեմ ինչ կնշանակե հացի դուն Հիսուս ուր ծնավ Փեթղեհեմ Հիսուս ինչ ասավ ես եմ գենթանի հացը կյանքի հացը ով որ Հիսուսը գուտես սիրելիներ այլևս չանոթենար հետևաբար եւ որ մենք Քրիստոսի գտարնանք եկեղեցի ուկանք ոչ թե եկեղեցի կալու համար այլ եկեղեցի ուկանք Քրիստոսը ճաշակելու համար ապա սիրելիներ Քրիստոսով մենք նոր կյանք կունենանք լեցուն կյանք եւ Հիսուսը ասավ ես եկա որբեսի դուք լեցուն կյանք ունենաք առավել կյանք ունենաք եւ հետաքրքրական է որ հրութը ուր սկսավ աշխատիլ թաշտի մեջ երբ էր որ վերադարձավ Նոյեմին Փեթղեհեմ հունցքի քարի հունցքի ժամանակ քարի հունցքը դարվան առաջին հունցքն էր հետևաբար երախայրիկը առաջին բդուղը սիրելներ ժամանակները սուրբ գիրքին մեջ բադահականորեն չեն հիշվիր հունցքի իմաստը շատ կարևոր է սուրբ գիրքի մեջ մանավանդ առաջին հունցքի իմաստը որովհետև ինչ կխորհրդանշե հարությունը կխորհրդանշե այո հարությունը Եվ ահա սիրելներ այդ ժամանակ եկավ, բադահական ժամանակ չեկավ, հունցքի ժամանակ եկավ եւ հրութը սկսավ թաշտի մեջ են ինչ ունել ավելորդ մնացած հասկերը հավաքել որու թաշտի մեջ մտավ ինքը բադահական թաշտի մեջ բայց այդ թաշտը մեծարուստի թաշտն էր որուն անունը Փոս էր եւ ասկականն էր հերույեն հերու Ելիմելեքին Նոեմին ամուսնուն Սիրելներ, բադահական օրեն ինք մտավ, բայց Աստուծո համար բադահականություն չկա, այլ ասիգա աստվածային հասավորում էր, աստվածային ժամադրություն էր, աստվածային գարկատրություն էր եւ սիրելիներ Փոսին ուրեմն թաշտը մտավ Փոսը մեծարուստ մարդ էր եւ Փոս գիտեք ինչ կնշանակե Փոս կնշանակե իր մով է զորությունը Փոսը խորհրդանիշը բնե սիրելներ կամ նախաշուքն է Քրիստոսի Քրիստոս ինք որ հարուստն է մեզի համար սիրելներ աղքատացավ որբեսի մեզ հարստացնե եւ հիշեցեք Փոսը ազգական էր Հիսուս սիրելներ մեր ազգականն է երբ Հիսուս մարմնացավ մարդացավ ծնավ գադարելաբես Դարձավ նմանագից մեզի, ազգական մեզի, փրկիչ մեզի եւ հետաքրքրական է սիրելներ, որ հրյական օրենքի մեջ ինչպես երեք ցեզի պատմեցի, ազգականը գրնար ուրիշ ազգականիմը որ բարգերու դագ ինգած էր, կամ ըստրուկ ծախված էր, կամ անոր հողը ծախված էր, բարգերու դագ ուրեմն եղած էր, գրնար այդ ազգականը քնել, ազատել, փրկել Հետևաբար գոչվեր այդ ազգականը փրկիչ ազգական։ Բադահական չէ սիրելներ ասիգա։ Ով է մեր փրկիչ ազգականը, որ մեզ փրկեց մեղքի քերութենեն։ Հիսուս Քրիստոս։ Եվ ազգականը սիրելներ փրկիչ ազգականը 4 հատկանիշներ պետք է ունենար։ Առաջին պետք է ազգականը լար։ Երկրորդ պետք է կարողանար քնել, փրկել հողը, անձերը։ Երրորդ պետք է ուզեր փրկել եւ չորրորդ հրաբարագավ պետք է կատարվեր այդ աշխատանքը հիմա նայեցեք առաջին գետը ազգական պետք է լար Հիսուս ինչպես ասի մարմնանալով ազգական եղավ մեզի երկրորդ գետը պետք է
կարողանար փրկել, Հիսուս ինք միան գրնար մարդկությունը փրկել, որովհետև Հիսուս ինք գադարյալ անմեղն է։ Երրորդ, պետք է ուզե ազգականը որ փրկե, Հիսուս ինք գամեցավ մեզ փրկել։ 5-րդ գլխում մեջ Հովանու Հիսուս կսե ոչ ոք կրնա կյանքս ինձ բեռնել, ես է որ գամավորապար գուտամ, ես է որ գարդեմ։ Հիսուս գամեցավ մեզ փրկել, անորամար երկինքեն երգիր խոնարեցավ, ինչպես Ֆիլիպեցիներուն ամագի 2-րդ գլխում մեջ կգարտանք 7 եւ 8 համարներու մեջ։ Նաեւ 4-րդ սիրելիներ, հրաբարագավ պետք է լա այդ ուրեմն քնումը Հիսուս հրաբարագավ խաչվեցավ, հրաբարագավ իր արյունը տապեց խաչին վրա եւ որ քաղաքեն դուրս խաչվեցավ բոլորին թիմած եւ մեզ փրկեց։ Հետևաբար հիշենք Պողոսը նախաշուքներ Հիսուսի նախապատկերացումներ, Նոեմին նախապատկերացումներ Իսրայելի ժողովրդին եւ Հրութը նախապատկերացումներ եկեղեցին կամ ինձի եւ քեզի հավատացյալներուն նորատարց եկեղեցին եւ հետաքրքրական է սիրելներ որ Հրութը թաշտի մեջ ինչ գավակեր սիրելներ ավելորդ հասկերը ավելորդ որովհետեւ ինքը սիրելներ ժառանգություն չուներ ինք հավաքեց փամը որ չեր սերմանած հետևաբար այդ ավելորդ շնորհքը այլապանության մեջ խորտանշե այդ ուրեմն ավելորդ հասկը շնորհքը Աստուծո գողմե դրված մեզի ծրի շնորհքը մենք սիրելներ չփրկվեցանք մեր սերմանածով մեր գործերով այլ Աստուծո մեզի բարգեված ծրի շնորհքով եւ Պողոսնալ Հրութը դեսավ եւ որ Հրութը թաշտի մեջ կաշխատեր կամ ավելորդ հասկերը գավակեր եւ հարցուց անոր մասին սիրելներ ահավասիկ Հիսուս ինք մեզ դեսավ ու քիծավ մեր մասին նախքան մեզ հանդիպելը ինչպես 139-րդ Սամոսի մեջ կսե քեզ ջանցա նախքան քու ծնիլդ եւ գսե այստեղը Հրութի քիրքի մեջ ես լսեցի քու մասիդ սիրելներ դիրոջ ծարաները նաեւ մեր մասին գաղագեն ծնողներ ծեր զավակները ներկայացեք դիրոջ եւ դերը ինք պիտի փրկե զանոնք եւ ինչրավ Պողոս բադվիրեց իր աշխատողներուն իրքով աշխատող երդասարտներուն որ լավ նային Հրութին որ անոր ջաշտան եւ թիդմամբ հասկեր թողեն որբեսի Հրութը հավաքե միայն ավելորդները չհավաքե այլ հասկեր հավաքե ասիկա սիրելիներ ինչ կնշանակե որ դերը ինք մեզի Յանքի հաց եւ ճուր դվավ հոգեվոր իմաստով եւ բադվիրեց իր զարաներուն իր գրոնավորներուն իր արաքյաներուն որ հոդի անդամներուն լավ նային Պետրոսին ասավ արաձե հոդը եւ ինչպես որ Հրութին ճուր եւ քարի դվին ուդելիք դվին ասիրելներ դերը ինքն է որ մեզ գոհոքա հոգևոր ջաշ կմադագարարե եւ գրոնավորները բարդականությունն այդ հոգևոր ջաշը մադագարարելու եւ լավ նայելու հոդի անդամներուն եւ ավելորդ ինչ որ յեդին եւ որ թիդմամ թողեցին հասկերը անիկա սիրելներ Աստուծո օրհնությունն է առանց Աստուծո մենք ոչինչ կրնանք անել տեսեք Եփեսացիներուն նամակին մեջ Գսե Բողոսարակյալ առաջին գլուխ պիտի գարտամ 3-9 համարները օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը որ Քրիստոսով մեզ օրհնեց երկնքի մեջ ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ անիգա աշխարհի գոյութենեն իսկ առաջ ընտրած էր մեզ Քրիստոսի միջոցով իրեն պատկանելու համար որբեսի սուրբ եւ անարատ ժողովուրդ եւ իր սիրով մեզ նախասահմանեց Հիսուս Քրիստոսի ցերկով իր որդիները լալու որովհետեւ այդ էր իր գամքը եւ ծրագիրը Ուստի կովենգզինգ այն парքիրամար որ մեզի շնորհեց իր սիրելի որդիի միջոցով արտարև անով փրկվեցանք եւ անոր արյունով մեր մեղքերուն թողություն կտանք որքան մեծ է իր շնորհքը որ արադորեն դվավ մեզի ամենայն իմաստությամբ եւ գիտությամբ որովհետեւ իր գամքին համաձայն մեզի հայտնեց շատ գանուխեն պատրաստած իր ծրագիրը որ Քրիստոսով պիտի իրագործվի եւ ահա սիրելներ Քրիստոսով իրագործվեցավ մեր փրկությունը Հետաքրքրական է, որ Պողոսը եւ որ հանդիպեցավ Հրութին ինչ բադվիրեց անոր։
ըսավ որ այս թաշտեն դուրս ուրիշ թաշտ մի երթար։ Այսինքն դերը ուզեց եւ գուզե այսօր, որ հավատացյալները իր թաշտին մեջ, իր անտաստանի մեջ, իր եկեղեցին մեջ մնան եւ ուրիշ եղեր չերտան։ Գրնար սիրելներ փոսը ուրեմն հրուտը ուրիշ եղեր երտալ կամ գրնար փոսը երես դարձնել եւ ասել որ այլևս թաշտը չկաս։ Ոչ, այլ բադվիրեց որ այս թաշտի մեջ մնա։ Եվ ասիկա սիրելիներ փրկություն եղավ։ Աստուծո եկեղեցին Քրիստոսի եկեղեցին սիրելիներ մեր փրկության վայրն է։ Այլևս ոչ ուրիշ փիլիսոփայությանց պետք է երտանք, ոչ աշխարհին պետք է երտանք, միայն եկեղեցվո մեջեն է մարդ գրնա սիրելներ հասնել փրկչին։ Ուրիշ սիրելներ հետաքրքրական բանը Նոյեմին իր հարսին հրութին ասավ որ լվացվե օծվե յուղով օծվե եւ քրամիտ հակվիր լաթերը թակիր այս երեք բարերը սիրելներ մեսիական բարեր են կամ աստվածապանական բարեր են լվացվիլ կնշանակե սիրելներ սրբանալ մակրվիլ ահավասիկ մգրդություն օծվիլ յուղով կնշանակե սուրբ հոգին ստանալ եւ լաթեր հակվիլ կնշանակե սիրելիներ Քրիստոսը հակվիլ կամ արդարանալ արդարություն հակվիլ եւ հրուտը սիրելներ երբ կնաց փոսին մոտ կնաց այն ժամանակ երբ որ հունցքի ավարտն էր այսինքն վերջին տադաստանը խորտանշ է վերջին տադաստանի ժամանակն է որ մենք Քրիստոսի դունը պիտի մտնենք եւ հրութին ըսավ Նոյեմին որ երթա ու փոսի ոտքերուն գողմեն մտնե եւ փանա ծածկոցը եւ անոր ոտքերուն դակ բարգի անոր քամիտին դակ բարգի եւ հրութալ ինչ ըսավ ուրեմն երբ որ փոսը արտնցավ գիշերը եւ դեսավ որ ոտքին դակը հրութը գար ըսավ քու քղանցկդ քու աղախինիդ վրա դարած է քղանցկդ այսին հակուստդ կամ թևերդ որ խորտանշե սիրելներ բահբանությունդ այստեղը սերային կյանք պետք չէ տեսնել այլ տեսնել Քրիստոսի բահբանությունը հովանավորությունը մեր վրա եւ Քրիստոսի ոտքերուն դակ կնշանակե Քրիստոսի խոնարհիլ որբեսի Քրիստոսի պաշտպանությունը Քրիստոսի հովանավորությունը ըստանանք սիրելիներ եւ սակայն եւ ինչը սավ ուրեմն շատ գեղեցիկ խոսք մը ասավ փոսը հրութին ասավ որ թուն դիրոճմեն օրտնյալը լաս աղջիկս քու վերջին աղեգությունդ առաջվանեն մեծ ըլլա եւ հիմա ով աղջիկս մի վախնար թուն ինձի ինչ որ ասես պիտի անեմ ահա սիրելներ դերը մեզի գսե մի վախնար ինչ որ խնդրես պիտի գադարեմ պիտի անեմ դերը սիրելներ եւ որ դիրոջ հովանին դակ կմտնենք դերը մեզ գործնե անանցանելի անբացատրելի օրդություններով եւ սակայն փամը սավ փոսը հրութին ինչ ասավ որ ուրիշ ազգական մգա որ քեզի ավելի մոդ է ցեզի ավելի մոդ է քու ամուսինիդ մերած ամուսինիդ քու աներոջդ ավելի մոդ է եւ օրենքով պետք է այդ ազգականը ինքն է որ մոդենանախ եթե ինքը համացայնի առնել արդը քնել եւ քեզ այդ ժամանակ շատ բարի եթե ոչ այդ ժամանակ ես կքնեմ ով էր այդ ասկագանը օրենքն էր սիրելներ դերը ճուզեց շրջանցել օրենքը այլ դերը ցկեց որ օրենքը ինչ որ գրնար անել բայց ինչ որ չեր գրնար անել քնել այդ ժամանակի ինքարավ եւ ինչ հրավ փոսը հրաբարակի ուրեմն Թուրին թիմացը նստեցավ եւ 10 երեցներ կանչեց որտեղ պետք է հրաբարակավ ըլլար այդ հայդարարությունը եւ փոսը հարցուց այդ ասկականին որ գուզես քնել արդը եւ ասավ այո բայց երբ որ փոսը հարցուց որ նաեւ պետք է հրութնալ հետը առնես այդ ասկականը հրաժարեցավ ինչ կնշանակե որ օրենքը սիրելներ գրնար հողը ազատագրել բայց չեր գրնար մարդ ազատագրել Մեղավոր մարդու փրկիչը մեկ է Հիսուս Քրիստոսը եւ հրաբարակավ անիգա եղավ ինչ եղավ ասկագանը գոշի գահանեց եւ դվավ փոսին
Այդ էր հին սովորությունը, որ կնշանակե, որ ես կհրաժարիմ ամեն ինչը եւ քեզի կհանցնեմ։ Եվ ահա օրենքը սիրելներ խնամակալ եղավ մեզ Քրիստոսի առաջնորդելով, ինչպես կսե Պողոս առաքյալ, բայց Քրիստոս ինքն էր, որ հրաբարագավ մեզ բրգեց, անորամար Հիսուս չուզեց չրջանցել օրենքը, այլ օրենքը գադարեց Հիսուս։ Եվ օրենքը սիրելներ, քանի որ ինքը գես մնաց, չեր գնար մեզ բրգել, Քրիստոս մեզ բրգեց իր կյանքը մեզի համար դալով։ Եվ ինչրավ հետո Պողոսը հրութը իրեն իբրև գին արավ։ Այսօր սիրելներ եկեղեցին գներգայնա Քրիստոսի իբրև ինչը հարսը։ Մենք Քրիստոսի հարսն ենք։ Քրիստոս մեզ իրեն իբրև գին գարնի, այսինքն մեզ իրեն գմիացնե։ Եվ ուր դարավ զինք դարավ դուն։ Քրիստոս մեզ սիրելներ որբ պիտի չթողու այս կյանքի մեջ, այլ մեզ դուն պիտի դանի, երկինք պիտի դանի։ Եվ ինչ ունեցավ հրութը, զավակ։ Զավակ ինչ կխորհրդանշել, ժառանգություն։ Մենք Քրիստոսի միանալով ժառանգություն պիտի ունենանք, սիրելիներ։ Ժառանգություն երկնքի մեջ հավիտենական ժառանգություն պիտի ունենանք։ Մենք այլևս դուրսերը պիտի չմնանք, մենք այլևս աշխարհի մեջ պիտի չմնանք։ Հովանու Ավետարանի 14-րդ գլխի առաջին 3 համարներու մեջ ասավ դերը. մի խրովիկ հավատացեք Աստուծո հավատացեք նաև ինձի, ես ահա հորս դունը գելեմ ցեզի համար դեղ պատրաստելու, դարձյալ պիտի կամ ու ցեզ քովս պիտի առնեմ։ Ժառանգություն ունենք մենք սիրելիներ։ Եվ հрьяաները չեն գնար այդ ժառանգության հասնել, եթե Քրիստոսը չընդունին, որովհետև ինչպես որ Նոյեմին ինք այդ թորնիկը ունենալով ժառանգությունը ունեցավ նաև սիրելիներ հրութին հետ, այնպես ալ հрьяան եւ Քրիստոսի դառնա հрья կամ հեթանոս բոլորն ալ Քրիստոսի դառնալով է որ ժառանգություն գունենան։ Եվ դա կրկրական է, չէ, որ Նոյեմին հրութին միջոցով, հրութի ժառանգի միջոցով, մանուկի միջոցով դարձավ Դավիթ թագավորին, թագավորական սերունդին, այսինքն մեծ մայրը։ Ահա սիրելի քույրեր եղբայրներ, ով որ Քրիստոսի գմիանա, թագավորական սերունդին գմիանա, թագավոր կդառնա Քրիստոսի հետ։ Թագավորի զավակներ կդառնան եւ հավիտենական կյանքը կժառանգեն։ Եվ հրութը դարձավ սիրելներ դանդեր հարուստ մարդուն Պողոսին հարսը, որ խորտանշե ինչպեսի Քրիստոսի եկեղեցին Քրիստոսի հարս դառնալը։ Տեսեք, ահավասիկ այս գարջ քրկի մեջ որ ընդամենը 4 գլուխները կփանգանա, այս 4 գլուխները փանգանալն ալ սիրելներ բադական չէ։ 4-ը խորտանիշ է աշխարհին, ամբողջ աշխարհի մարդիկ հեթանոսները գնան Քրիստոսի դառնալու բրգվել։ 4-ը նաև խորտանիշ է 4 ավետարաններուն։ 4 ավետարանները մարդ գարտալով, Քրիստոսի ավադալով, Քրիստոսի դառնալով, ապաշխարելով, բրգվելով, Քրիստոսի արյունով ժառանգագից կդառնա։ Եվ հրութը սիրելներ գրնար ուրիշ երդասարդի երթալ, բայց չգնաց։ Այսօր մարդը գրնա Ոյ մեգուն երթալ, աշխարհին երթալ, ուրիշ փիլիսոփայությանց երթալ, ուրիշ կրոններու երթալ, բայց հրութը միայն դարձավ Պողոսին կնաց։ Անոր յետևեն, որ գրնար բրգել։ Մենք ալ սիրելներ, երբ Քրիստոսի դառնանք, միայն Քրիստոս կրնա բրգել։ Պետրոս Արաքյալ գսե կորցկարակելոց գրքի 4-րդ գլխի 13-րդ համարի մեջ։ Միայն անով մարդ կրնա բրգվել։ Աստված զինք տվավ Հիսուս Քրիստոսը, որ մարդ բրգության հասնի։ Եվ ադորամար պետք է միշտ Հիսուսի ոտքերուն երթանք, միշտ Հիսուսի ոտքերուն դակ նստենք, ինչպես որ սիրելներ Ղազարոսի քույրը Մարիամը Հիսուսի ոտքերուն դակ նստելով միշտ իր խոսքերը լսեց։ Եվ Պողոսը ասկագանը լալով բրգեց այն, նույնպես սիրելներ Քրիստոս է մեր բրգիչը, եւ արդեն Հիսուս կնշանակե բրգիչ, ինքն է որ մեզ գրնա բժշկել։ Մենք հրութին պես հեթանոս էինք, Աստուծո ուխտեն հերու, Աստուծո սիրելներ խոստումներեն հերու, ժառանգություն չունեցող, եւ ահա դերը իր շնորհքը թափեց ու մեզ բրգեց։ Մենք ոյե մեկ արդար կորձը չգադարեցինք, որ բրգվեինք, այլ Քրիստոսի ծրի բարգեված շնորհքով։ Եվ Հիսուս սիրելներ այդ բրգությունը գես պիտի չթողու։ Այն սկսած կորձը բրգության Հիսուս ավարտի մի դասնե մեզ ուր դանելով իր դունը։ Այո, սիրելի քույրեր եղբայրներ, մենք պիտի վերադառնանք դուն, հայրենի դուն,
Հավիտենական կյանք։ Ահա գտեսնեք, որ հրութի գիրքը բարձրապես պատմական գիրք չէ, այլ հրութի գիրքը աստվածաբանություն է։ Եկեք սիրելներ, Քրիստոսի թիմենք հրութի նման, ինչպես Պողոսին թիմեց, եւ մենք սիրելներ Քրիստոսի ոտքերուն տակ կանք, օրտությամբ, խոնարհությամբ, որբեսի Տերը մեզ հավիտենական կյանք առաջնորդե։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։